Շվեյցարիան ԱՄՆ մաքսատուրքերի նվազեցմանն է հասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առատաձեռն նվերներ շնորհելուց և երկրում ներդրումներ անելու պայմանավորվածություններից հետո միայն։ Իր գրադարանի անունից Թրամփը Շվեյցարիայի պատվիրակությունից ընդունել է շքեղ Rolex ժամացույց և 1 կիլոգրամանոց ոսկե ձուլակտոր որպես նվիրատվություն։ Դրանց ընդհանուր արժեքը մոտավորապես $130,000 է, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Ձուլակտորի վրա նշված են եղել 45 և 47 թվերը ի պատիվ Թրամփի նախագահության ժամկետների։ Բացի այդ, արտահանման մաքսատուրքերը նվազեցնելու ԱՄՆ-ի հետ համաձայնագրի շրջանակում Շվեյցարիան պարտավորվել է առաջիկա տարիներին մասնավոր ընկերությունների միջոցով ներդնել $200 միլիարդ ԱՄՆ տնտեսությունում։ Օգոստոսին Շվեյցարիայի նախագահի հետ զրույցը Թրամփին չէր համոզել վերացնել բարձր մաքսատուրքերը, սակայն երբ բանակցությունները մտան փակուղի, երկիրը գործարարներ ուղարկեց Սպիտակ տուն, որոնց հետ քննարկումներից հետո նախագահը մաքսատուրքերը 39%-ից նվազեցրեց մինչև 15%։ Նոյեմբերի 4-ին Վաշինգտոն այցելած պատվիրակության կազմում էին այնպիսի ընկերությունների ղեկավարներ, ինչպիսիք են Mediterranean Shipping Company, Partners Group ներդրումային ընկերությունը, Mercuria նավթի և գազի առևտրով զբաղվող ընկերությունը, Rolex շքեղ ժամացույցներ արտադրող ընկերությունը, MKS PEM թանկարժեք մետաղների ընկերությունը և Richemont շքեղ ապրանքանիշերի տունը։